զրուցակիցը պարոն Արմեն Զատիկյանն է, մեր հավանքի հասարակական գործիչ եւ նախկին անկախական, թե կարող եմ ասել նաեւ ներկա անկախական։ Հայաստանը դեռևս անկախ է, բայց այդքան էլ անկախ չի։ Անկախությունը կամաց արդեն պատմության պատմական հուշ է դառնում։ Արդեն մոռացել ենք էլ դա երբ էր, ինչպես էր, ինչ անկախություն էս վիճակով։ Քաղցր հուշ է մնացել, տենց ասեմ։ Պարոն Զատիկյան, այսօր ամբողջ օրը այդպես կարմիր թելի նման անցնում էր Թրամփը իր վերջին մի քանի ամիսների ընթացքում այնքան բաներ են արել, ռեկորդային ուրեմն հրամանագրեր աստորագրել, որը վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ նաև ամբողջ աշխարհին։ Մարդը վրազում է, շատ է վրազում։ Այդպիսի մի միտում եմ նկատել, նաև այստեղ Միացյալ Նահանգների մեդիայում, նաև աշխարհում հատկապես գլոբալիստական մեդիայում, դա լինի Հայաստանում, թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում, որ այդպես մի գիժ եկել է իշխանության ու հիմա ասենց աչ ու ձախ ինչ որ բաներ է խոսում, ինչ որ բաներ է անում եւ փորձում են հասկանալ ի վերջո ուր է տանում Միացյալ Նահանգները եւ ընդհանրապես աշխարհը։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը, ինչ է ուզում Թրամփը ընդհանրապես, ինչ է ուզում եւ ինչ է անում։ Դե այն ինչ որ Թրամփը ուզում էր 16 թվականից մարտ հասել է, մինչև հիմա ոչ մի բան չի փոխել իր տված խոստումների։ Ես ավելին ասեմ, օրինակ այս տարիֆների քաղաքականությունը ոչ միայն 16 թվականից 40 տարի առաջ նա ասել է եւ 40 տարի շարունակ ասել է այդ մասը։ Ակտիվ հերոստաժամ ուներ քաղաքական թեմաները, ես էլ եմ հիշում այդ հաղորդումներից նայել եմ բավականին։ Դե դրա համար եմ ասում, մարդը իր խոստումները, իր ծրագրերը երբեք չի փոխել, այլ հարցը թե ինչպես է կարողացել որ մասով իրականացնել, որ մասով ոչ։ 16-ից 20 թիվը չթողեցին աշխատեր, զբաղված է միայն վրան գործ կարելով, իմպիչմենտներով 20 թվականի ընտրությունները կեղծեցին, 4 տարի պաուզա եղավ դադար, հիմա նորից իշխանությունը վերջի մոհիկանները ամերիկացիները թիկունքին կանգնեցին, վերցրեցին, հիմա նորից չեն թողնում աշխատի։ Ավելի կատաղի ձևով չեն թողնում, քան թե առաջ։ Այսինքն 4 եւ բայց հիմա ավելի հզոր քվե ունի ինքը։ Այո, որովհետեւ հիմա նախ առաջին ինքը ավելի մեծ ուժայնությամբ է եկել իշխանության, ամբողջ ամերիկյան աջակողմյան պահպանողականությունը կանգնեց մեջքին, դա մեկ, երկրորդը նախորդ 4 տարիների դարափորձ ունի, եւս 4 տարով մեծացել է իր փորձառությունը, էքսպերիենսը եւ աշխարհի իրավիճակն է փոխվել հիմա։ Եվ ամենակարևորը այսպես քարուքան դեղած, ավիրված եղած, ավերակի վերածված երկիր ընդունել։ Տակ տված բիզնես ընդունել ինքը եւ ընդամենը 3 ամիս է որ սպիտակ տանաթորին նստած է։ Այսինքն պատկերացրեք ինչքան գործ ունի, ինչքան հոգս ունի։ Ներքին ամերիկյան խնդիրները որ ավերակների վերածված երկիր է ստացել եւ գլոբալ մասշտաբով իր վարած քաղաքականությունը, որ շատ հերվից փորձում է ձախակողմանություն, լիբերալիզմը, վայրի լիբերալիզմը կասեցներ, ամերիկյան այդ պատնեշները ավելի հերվից է շարում Եվրոպայից սկսած Ասիայով բանով բերում է մինչև Ամերիկա, որ ավելի ապահովի, որ 4 տարում հասցնի անել, իրագործել։ So մի խոսքով այդ մարդը այսպես տարբեր մասերի բաժանված ինչ որ կարողանում է անում է, դա մեկ, այդ բոլորից բացի 3 ամիսը շատ շուտ է որևէ եզրակացություն անելու համար։ Կլինի դա ավելի խորությամբ այս ամեն ինչը հասկացող մասնագետը, թե պարզ ժողովուրդը, շատ դժվար է որևէ բան ասելը։ Այո, շատ լուրջ վիճակում աշխարհը գտնվում, մանավանդ որ ամբողջ այդ լիբերալիստական բոմժերը, որոնք մնացել են խաղից դուրս, որոնք ձրի տները նստած փող են ստանում, եւ խոսքը ամերիկյան մասշտաբի մասին է։ Գիտեք, այս USAID, Elon Musk-ի արած այդ չեկերը, որ կանգնեցնում է, դրանք բոլորը հիմա բոյկոտում են։ Երկու պատճառով, առաջինը որ սոված է մնացել, տանը նստած է ձրի չեկերը, որ բայդենիզմը բաժանում էր բոլորին, որպես իրենց կլիենտներ։ Գլոբալիզմը Ամերիկայից մինչև այլուր տարածելու համար այդ USAID չեկերը ամբողջ աշխարհում մեկ են ողողում, չէ՞։ Դա ինչ է նշանակում։ Ֆինանսական օգնություն, ատկատ, չէ՞, kickback, եւ մեզանով անել։ Այդ տարածաշրջանը, այդ անհատներին, այդ մարդկանց դարձնել իրենց ոտերը, իրենց քվեարկողը։ Գլոբալիզմի անդամ, գլոբալիզմի որպես այդ հսկայական մի հատ տարածք, անազգան հայրենիք, յուրաքանչյուր այդ չեք ստացողը, նպաստ ստացողը եւ գաղափարապես դառնում է իրանց մարդը եւ իրենց կլիենտը եւ գումարած այդ փողից իրանք մեջ հաշիվ ունեն։ Այս բոլորը արվել է ոչ միայն Թրամփի ժամանակաշրջանում, դա սկսվել է Ռեգանից հետո։ 40 տարի այս իրավիճակում է եւ Ամերիկան եւ աշխարհը։ Հիմա միամիտ մարդիկ փորձում են այս 3 ամսվա ընթացքում ինչ որ կողմնորոշվել եզրակացություն անել, աբսուրդ է, հնարավոր չի։
Մենք կարող ենք այս հաղորդումը շատ ավելի երկար խոսանք 15-20 րոպեվա ընթացքում, մենք էլ չենք կարողանալու հստակ բավարարել հանրության պահանջը, որ բոլոր հարցերին հստակ որտեղ շատ դժվար է։ Նախ ժամանակը չի երեքի, որտեղ պետքա դետալների, մանրամասների գաս, որ փորձես այս հարցը կապել են հարցի, այս իրավիճակը երեկվա իրավիճակ է, դա ոչ թե 10 րոպեանոց, 20 րոպեանոց հաղորդում է, պետք է ժամերով լուծումներ Պարոն Զատիկյան, տեսեք դուք ասացիք, որ հիմա էլ են խանգարում, բայց հիմա տարբերություն 2020 թվականի, այսօր Թրամփը ունի նաև կոնգրեսում եւ սենատը մեծամասնություն ունի հանրապետական կուսակցությունը եւ նաև ներկայացնի պալատում եւ դատական իշխանությունն է հանրապետական, ինչպես են խանգարում։ Իհարկե դատավորների մեջ կան այդպես կոչված սորոսական դատավորներ եւ դատախազներ, նրանք փորձում են խանգարել, ասենք կրիմինալներին դեպորտ են անում, դատարանը որոշում է չեղարկել ու ասենք MS-13-ին շատ վտանգավոր մի հատ այդպես հանցագործ, որը տերորիստական կազմակերպություն է հռչակվել, դրանց ղեկավարին դեպորտ էին արել վերջերս, դատավորը որոշել էր, որ պետք է հետ բերել այդ մարդուն։ Այսինքն ավելի մեծ աբսուրդ չէ։ Դա նկատի ունեք, թե այլ կերպ եւս։ Նաեւ դա խանգարելը բազմատեսակ, բազմապիսի մեթոդներով են խանգարում։ Էլի ասում, շատ տարողունակ թեմա է։ Նախ առաջինը, որ բոլոր նրանք, ովքեր բայդենիզմը կորցնելուց հետո, իշխանությունը կորցնելուց հետո վերածվել են բարիզ բոնի իմաստով բոմժերի, այդ բոլորը ապստամբել են Տրամփի դեմ, չես ասեք մեծ հզոր ցույցեր են սկսել բաներ անել։ Դրանք բոլորը տարիների ընթացքում այնքան զոմբիացված վիճակում են եղել, որ հիմա դրանց լարում են Տրամփի դեմ, որ Տրամփը պատճառ եղավ, որ ճգնաժամ սկսվեց, թանկացումներ սկսվեց, որ դուք անգործ մնացիք, սոված մնացիք, նորից դրանց հայերեն ասած քսի են տալիս Տրամփի վրա, որ ընդամենը 3 ամիս է։ Դրանից բացի սա ընդհանուր ժողովրդի մասին է խոսքը, բայդենիզմի, որ ասում բայդենականություն կա նաև վերնախավում, պաշտոնյաներ, նախարարներ, նախկին քաղաքական գործիչներ, հարուստներ, որոնք երեք խոսում ենք այդ մասին, չէ՞, Արաբելան, որ վաղուց կա ստեղծված, հիմա նոր թափ են տվել Արաբելային, որը ամբողջ ձախակողմյան մեծահարուստներն են մեջը, բորդի մեջ, եւ գումարած, որպեսզի պատկերացնեք, թե ինչ հսկայական ուժ է Տրամփի դեմ ավելի անուններ տանք Սորոս, Բիլ Գեյթս, այդպիսի մարդիկ։ Դրանցից բացի, որպեսզի պատկերացնեք, թե ինչ ուժ է եւ ինչ մարդիկ են մեջը, նախկին 7 CIA շեֆերը մեջն են, բորդի անդամ են։ Նախկին 7 CIA շեֆերը։ Կան մի կազմակերպություն է ստեղծել, որը միավորում է բոլորին ընդդեմ Տրամփի։ Դե հիմա դուք պատկերացրեք, թե այդ կազմակերպությունը ինչ ահռելի այսպես վնասարար գործողություն կարող է ծավալել։ Այս բոլորին պետք է այս մարդը դիմակայի։ Դրա համար շատ թե քիչ մի քիչ գիտակից մարդիկ, մի քիչ համբերատար հասկացող մարդիկ պիտի շատ արագ ակնկալիքներ չունենան լուրջ փոփոխությունների։ Նախ բոլորը նոր է սկսվել։ 3 ամիսի մասին ենք խոսում դամանը։ Դեռ չկա 3 ամիսի։ 3 ամիս էլ չկա։ Հետո այս տարիֆների պահը այնպիսի տրամադրություններ են մարդկանց մոտ ստեղծել, ավելի ճիշտ նորից լարում են մարդկանց մաս մեդիայով տրամպականների դեմ, որ տեսեք տարիֆների պատճառով առևտուրը կանգնել է, գները թանկանում են, որը ժամանակավոր բնույթ է կրում։ Նրանք, ովքեր մի քիչ խորությամբ են պատկերացնում, թե ինչ իրավիճակ է սա, առևտրական հարկերը, բաները, ինչ նպատակ են, մենակ տնտեսական, ֆինանսական չէ, սա լուրջ քաղաքական գլոբալիզմի հակակշիռ քայլեր են սրանք երկարատև ժամանակի համար արվող քայլեր են։ Այսօր միանգամից լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ, ուղղակի պետք է համբերատար նայել, վստահել, որ այդ մարդը ինչի է Չինաստանի դեմ այս պատժամիջոցներ անել, որովհետև Չինաստանը գիտեք ինչ է արել լիբերալները։ Ասեք մի երկու կերել են Ամերիկան մեջտեղից չինացիները։ Ժամանակին խաբվեցին այդ սովետի փլուզումից հետո, որ իբր թե սովետը մարդկային դիմակ է հագնում Չինաստանը, լետները Red China-ն, բայց այն ժամանակ հասկացող մարդիկ ասում են Red China-ին երբեք չհավատակ, սա կապիտալիստական շուկայում էլ իր ավերածությունները կանի։ Սա վաղուց է սկսվել։ Ամերիկան Չինաստանն էր կերել Բայդենի հետ միասին։ Հիմա այս մարդը եկել կանգնացնում է։ Ինչքան աղբ կա չինական, բերում ստեղ վաճառում են Made in USA թագը վերացել է։ 20 սենտով չինացուն աշխատում է, բերում է $1600 iPhone է ծախում ստեղ ամերիկացու վրա։ Ամերիկացիներից հարկերը վերցնում է,
աշխարհում մեկ աղբին փող էր ուղարկում։ Բացի դա, գողանում են ամերիկյան տեխնոլոգիաները եւ չիպ էժան արտադրանք են սարքում։ Եվ ինչքան ուզի, եւ աշխատուժը տանում են դուրս, եւ բիզնեսները տարան դուրս Ամերիկայից, հանուն շահի, չինացիների եւ մյուսների նման կուտը կերան։ Հետո վերջում Թրամփը 16-ից 20 թիվը կարողացավ մի մասին հետ բերել, հետո նորից հակառակ process-ը նորից փոխան եւ կարծիք կա, որ գլոբալիզմ Չինաստանը գլոբալիզմի այդ պրոյեկտի կամ մի մասն է կազմում, ինչու ասեմ, այսինքն Ամերիկան այդ գլոբալիզմի համակարգի մեջ պետք է լիներ գումար վճարող, հաշիվ փակող, այսպես ասենք, Չինաստանին տրված էր արդյունաբերությունը, այսինքն գործարաններ կլինեն եւ այլն եւ կարտահանես։ Հիմա երբ որ Չինաստանին է հարվածում, արդյոք դա եւս հատուկ հարված է գլոբալիզմին տնտեսական։ Իհարկե, ասացիք չէ, ամենաուժեղ այսպես ուժը գլոբալիզմի տարածման 1000 մի մեթոդներով Չինաստանն է։ Հիմա սա միանգամից չինական պարիսպի դեմն է փակում, որ այդ աղբետ 20 սենտանոց բիզնեսը չմտնի Ամերիկա։ 20 սենտով մրջունի պես աշխատում են, ամբողջ Ամերիկայի շուկան կերել են։ Ամերիկյան ապրանք գոյություն չունի։ Ասում եմ մենք երիտասարդ ժամանակ Made in USA tag-ը որ տեսնում ենք, լույս էր տալիս։ Այսօր Made in USA tag ապրանքանիշ գոյություն չունի։ Դա նշանակում է Ամերիկա գոյություն չունի։ Դրա մեջ իջել է 43-րդ հորիզոնական է տնտեսապես։ Աշխարհի գերհզոր երկիր է։ Այս բոլորը 90%-ով, եթե ոչ ավել, Չինաստանի շնորհիվ է։ Չինաստանը շուկան կերել է Եվրոպայի մասով։ Տեսեք, կարծես թե առևտրային պատերազմի մյուս թիրախը դա եվրոպական։ Դե Եվրոպան արդեն լիբերալիզմը Եվրոպային վաղուց է կերել, եվրոբոլշևիզմը Եվրոպայի հերն անիծել է։ Դրա համար Թրամփը նաև JD-ին ինչի համար ուղարկեց JD Vance-ին ուղարկեց հենց գործուղեց Եվրոպա այդ կարևոր ուղղավորությամբ հենց այդ հարցով, որ այնտեղ Եվրոպա անցյալ անգամ խոսեցինք այդ մասին, որ եվրոպացիներին ասեն, որ խելքներդ այդ գլուխները հավաքեք, ինքներդ ձեզ տիրություն արեք, ինքներդ ձեզ պահպանեք, մտել եք ՆԱՏՕ, ԱՄՆ ՆԱՏՕ-ի բյուջեն լցնում է, դուք ինքներդ Ռուսաստանի հետ տարատուր եք անում, Ռուսաստանի բանկերն եք լցում։ Դա ասված է։ Դրա համար Թրամփը մի կողմից իր տված խոստումները Ամերիկա great again, Ամերիկայի ես ավերված Ամերիկան է փորձում ոտքի կանգնեցնել, ել չեմ ասում հզորացնել, մյուս կողմից շատ հերուներից գլոբալիզմի ճանապարհը փակում է դեպի Ամերիկա։ Այսօր նորից սկսվել է այն Սովետի եւ Ամերիկայի սառը ժամանակների պես կապիտալիզմի եւ սոցիալիզմի նոր բանը սկսվել, կռիվ։ Նորից եկել ենք զրոյակա, որը ճիշտ է։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ եւ սրանք էին գլոբալիզմ խաղում, ձախակողմանները Ռեյգանից հետո, եւ Ռուսաստանը պուտիզմն էլ եվրոբոլշևիզմի, ռուսական բոլշևիզմը, որի նպատակը ինչ էր Վլադիմիր, աշխարհը տիրիր։ Ռուսների նպատակը միշտ էլ դա եղավ, բոլորը Վլադիմիր են, 10-ից 9-ի անունը Վլադիմիր են, Պուտինը Վլադիմիր Վլադիմիրովիչ է։ Հիմա նրանք Վլադիմիր, Եվրոպան Վլադիմիր, Բայդենիզմը եւ Վլադիմիր, բոլորը Վլադիմիր էին։ Ստացվել է, որ բոլորը եկել են աշխարհը տիրելու համար եւ հիմնական իրենց թիրախը այս գլոբալիստների թիրախը Ռուսաստանն է։ Հիմա տեղեկացություն։ Նրանք իրար բիզնես կոնկուրենտներ են։ Լավ, հիմա երբ որ Թրամփը այսպես հարվածներ է ասում Չինաստանի Եվրոպային, արդյոք դա չի բերելու Եվրոպայի եւ Չինաստանի միավորմանը։ Վերումա թող բերի, ինչ ասենք, երկուսը միասին կընկնեն մտրակի տակ։ Չգիտեմ, կբերի թե չի բերի, բայց նրանց բերելու բան էլ չկա, որտեղ նրանք նույնն են։ Նրանց չի որ նոր պիտի բարեկամանան։ Նրանք լիբերալ, նրանք կեղծ շուկայական մտած ժողովրդավարներ, բայց կոմունիստներ շատ նման է եվրոբոլշևիզմը, չինական կոմունիզմը շուկա մտած նույնն են։ Հիմա թե իրար հետ կընկնեն դրբի տակ, կյանքը ցույց կտա, բայց բոլորը նոր է սկսվում, շատ դժվար է։ Կարող են prediction-ներ անել, բայց դեպի որ կողմ կգնա, կապրանք կտեսնենք։ Այսօրվա այսպես է Արտուր ջան։ Ընդհանրապես քաղաքականության մեջ այս դաշտում դու այսօրվա քո անելիքը ճիշտ է, պատվով եւ ճիշտ կշռադատված մտածված վաղը ինք իրան գգա քո արժեվ երկու հաջորդ քայլը կտեսնես բայց հիմիկվանից կռահել թե 4 տարի հետո Թրամփը ինչ պատկեր կտա մեզ Ամերիկայով չենք կարող ասել։ Լավ, իմ գործընկերները Երևանից անընդհատ ինձ այդ հարցը տալիս են Թրամփը հաճախ խոսում է Էրդողանի մասին շատ դրական այդպես ֆոնով եւ 2 օր առաջ եւս նա հայտարարեց որ հարգում է Էրդողանին, շատ լավ հարաբերություններ ունի եւ նաեւ շնորհավորել է, որ Սիրիան գրավեց, այսպես ասենք։ Սա ինչի մասն է խոսում։ Արդյոք Թրամփի համար կարեւոր են արժեքները, ամեն դեպքում որքան էլ է ժողովրդավարությունը կեղծ եւ այլն, բայց կան ասենք հարցեր, օրինակ Սիրիան ինչ ԱԲԿ-շներ են այսօր ղեկավարում, հիմա Թրամփը ողջունում է նրանց
Եվ արդյոք ուզում եմ հարցը փոխանցել ձեզ, արդյոք եթե վաղ օրինակ Թուրքիան հարձակվի Հայաստանն հետ վերջնի, Թրամփը ողջունելու է Էրդողանին, ասելու է շնորհավորելու եմ, թեկուզ եւ իրոնիայով։ Դե գիտեք ինչ Արտուր, դիվանագիտությունը անշնորհական գործ է, դիվանագիտությունը պահանջում է նախ Թուրքիան վաղեմի դաշնակիցն է ՆԱՏՕ-ի անդամ, ուզիչ պիտի նման գոհասանքի խոսքեր ասի, դա մեկ, երկրորդը եթե մենք Հայաստանում ունենայինք Էրդողանի նման նացիոնալիստ ազգայնական իշխանություն, ես հավատացնում եմ, որ Թրամփը նույնությամբ կխոսեր Հայաստանի մասին եւ ինքը բազմիցս հայերի մասին շատ լավ է խոսացել, որպես առաջին քրիստոնյաներ եւ անձամբ շատ հայ ընկերներ ունեցել բիզնեսի մեջ, բոլորից մեծ տպավորությամբ։ Ես այդ ինտերվյուները 5 անգամ ես եմ լսել։ So եթե մենք ունենայինք Էրդողանի պես ղեկավար Հայաստանում, ես վստահ եմ, որ մինչև հիմա Թրամփի կաբինետը ինչ որ ձևով նախ կոնտակտի դուրս եկած կլինեին, ոչ թե կգնար բոմժի պես մի հատ բանը ֆոտոշոփով նկար կդներ վեր առաջին դեմքս տեղեկած, այլ բոլորովին ուրիշ հարաբերությունների մեջ կլինենք։ Մեկ, երկրորդը կրկին աջակողմյան ոչ միայն իշխանություն, այլ նաև աջակողմյան քաղաքական ուժ չունենալու պատճառով մենք հայերս Թրամփի գրասենյակը ստիպված պիտի լինի աջակողմանի դիմակով հանդես եկող հայկական գլոբալիստների ձախերի հետ շփվել, ինչ որ այսօր տեսնում ենք։ Օրինակ Հայաստանում չեմ ուզում անուններ տալ, բայց կան ուժեր, որոնք ասում են մենք ազգային ենք, բայց վախում են ազգայնական բառից։ Թրամփը ասում է ես ազգայնական եմ։ Այդ մարդիկ, որոնք իբր արևմտամետ ազգայիններ են եւ այլն, վախենում են օգտագործել ազգայնական։ Երբ մի անգամ ես ասացի դուք ազգայնական եք, ասաց ոչ, մենք ազգային ենք։ Չէ՞ հասկանում, որ նույն բանն է, էլի։ Կներես, բայց իրանք մենակ ազգային չեն, իրանք ազգային լիբերալներ են, երկուսը միասին է, չէ՞։ Մենակ ազգային չեն, ազգային ժողովրդավոր որ լիբերալստա նշանակում։ Ես կոնկրետ ուժ նկատի չունեի, ընդհանրապես։ Դե ասում եմ, այդ տեսակիները կեղծ ազգայինները, որոնք ազգային եւ ազգայնականը շփոթում են իրար հետ, որ նույն բանն է։ Չեն շփոթում, իրենք շատ լավ գիտեն դրանք ինչ են։ Դա բոլշևիզմը մնացած բան է, էլի, որ նացիոնալիզմը այդ վատ բան է։ Թրամփը որ ասել է, շատերը զարմացել են, թե ոնց կարող է Ամերիկայում տենց բան ասվի։ Ամերիկայի նախագահը ասի ազգայնական։ Դա հենց Թրամփն է, Թրամփը տենց բաներ սիրում է եւ մարդը շատ հստակ բացատրեց, որովհետեւ I am a nationalist of course։ Nationalist ասած լավ բան է, որովհետեւ nationalist նշանակում է իր nation-ը, իր ազգը սիրող մարդ։ Ես այդպեսի պատրիոտ եմ։ Շատ հստակ ասել է։ Հիմա Հայաստանում շատ հայրենասերներ կան, բայց որոնք կներեք մեծամտություն չտվա կամ ասենք մեկին վիրավորել չեմ ուզում, աչքին ու ձախը չեն տարբերում իրարից։ Հայաստանը մինչև այսօր Սփյուռքում էլ նաև, եթե կուզեք, ստեղից կան տարի ապրում են, աջակողմյան քաղաքական ուժ գոյություն չունի, կան առանձին անհատներ։ Եվ հավատացնում եմ ձեզ, կան մարդիկ, ովքեր չգիտեն, որն է աջակողմյան քաղաքական ուժը, եւ չգիտեմ որ լիբերալը ձախակողմյանը դա հենց իրանք են եւ արևմտամետությունը մենակ ձախակողմյանություն չի։ Թրամփն էլ արևմուտք չէ, այսօր արևմուտքը ամերիկան Թրամփն է։ Դե թող ասեն մենք Թրամփամետ ենք։ Տարբերությունը չգիտեմ որ ասեն։ Այսինքն ես էլ եմ այդպես կարծում, ուզում եմ այսպես ասենք եզրակացություն բխեցնել ձեր ասածից, որ եթե Հայաստանում հաղթի ազգային իշխանությունը, հարաբերությունները այլ են լինելու Միացյալ Նահանգների եւ իհարկե հարություն աշճան կփոխվեն։ Նախ Հայաստանը չի կարող հաղթի ազգային իշխանությունը, որովհետև ազգային ուժ շոշափելի չկա, ինչպես պետք է հաղթի։ Պետք է գոյություն ունենա, որ ժողովրդին քարոզի, փոխի, որ աչը ձախից լավ է, ազգայնական ավելի լավ է, քան թե ապազգայինը։ Ես համոզված եմ ամենախուլ գյուղից մինչև Սփյուռքի որևէ համայնք, եթե դու հային ասես, որ ազգայնականությունը նշանակում է հայություն, եւ հակազգայինը նշանակում է լիբերալիզմ, դա կհասնա աչերին ձայն կտա, բայց չկա ուժ, որ այդ բոլորը ժողովրդին ասի։ Այսինքն գաղափարական այդ դրույթների վրա Հայաստանում ուշադրություն չեն դարձնում։ Հայաստանում ընտրում են, ասենք, սա թալանեց, նա չթալանեց։ Որովհետեւ բոլորի նպատակը մեկն է, աթոռ։ Այսօր որևէ տեղ իշխանությունը կփոխվի, աթոռը վլաստ մենյայեցը, որպեսզի դեղից գրանտ ստանան եւ իրանց օգնեն գալ իշխանության։ Ինչ անել, որպեսզի այդ ազգային ուժը, սկսենք Սփյուռքից հետ։ Տեսեք ազգային կառույցներ կան, հիմա կարող է դուք քննադատեք, բայց ես էլ շատ բաներում քննադատում եմ, օրինակ Ադամ Շիֆին գովազդելու հարցում բոլորին քննադատում եմ։ Մինչև հիմա Ադամ Շիֆ են գովազդում։ Բայց ոնց են ազգային։ Իրանք իրենց անունը դրել են ազգային։ Հա, բայց ամեն դեպքում ինչ պիտի անենք, որպեսզի այսպես այդ ազգային ուժը ձևավորվի Սփյուռքում, այնուհետև նաև Հայաստանում։
Սկսել զրոյից։ Ինչ վիճակում, փաստացի ինչ վիճակում որ կանք, պետքա տեղից սկսել։ Ես տարիներ այսքան տարի ճանաչում ենք իրաց։ Պետքա ստեղծել աջակողմյան ուժ, քաղաքական ուժ։ 10 հոգով, 20 հոգով, 50 հոգով, 100 հոգով, հետո արագ տարածել եւ ազգայնականներ կան, անհատ ազգայնականներ կան, բայց բոլորը առանձին այսպես Այսինքն դա լինի կուսակցություն, ինչ պետք է լինի։ Երթական կուսակցությունը չի լինի դա։ Լավ, մի քիչ տարողունակ է հարցը։ Եթե ստեղծենք կուսակցություն, կգնանք ծուղակա։ Որտեւ Հայաստանի ավազակապետությունում, ինչ որ գիտենք բոլորս 35 տարի, կուսակցություն ստեղծել նշանակում է գնալ եւ մասնակցել ընտրություններին եւ լեգիտիմացնել հաջորդ իշխանությանը։ Այդ իսկական ազգային խմբակը, որ ստեղծվեց գնաց իշխանության, աթոռ չեն տալու իրան, որովհետեւ ընտրությունների արդյունքը որոշում է Մուգուչյանը։ Նշանակում է այդ ազգային ուժը, եթե գնաց քաղաքական դաշտ, կուսակցություն ստեղծեց, ընկնելու է ծուղակը եւ դառնա այն մյուսների օրը, որ ճորոմ անուններով սկսեցին, անուն չտանք։ Ծուղակն ընկան գնացին իշխանության, դարան մարած օբլիգացի։ Նշանակում է քաղաքական դաշտից դուրս պետք է ստեղծել։ Շատ լավ, գաղափարական պայքարը պետք է անել։ Ժողովրդի Արտուր ջան, մինչև ժողովուրդը չփոխվի, դրա համար ժամանակ է պետք, հենց այդ իսկ մենք ուշանում ենք։ Ինձանից շատ ես վրազում։ Չէ, մենք ուշանում ենք, աշխարհում process-ներ են գնում, բայց Հայաստանը չկա։ Մենք ով ենք ուշանում։ Ես ու դու չենք ուշանում, ես չեմ ուշանում։ Հայաստանն է ուշանում։ Այդ ուրիշ բան, դա ինչ անենք, եկեք արագացնենք, լսում են ժողովուրդը մեզ։ Թող արձագանք են, արագացնեն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Զատիկյան, հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Ես էլ եմ շնորհակալ, հերթական հանդիպման ժամանակ շատ հաճելի է։ Հուսանք, որ ինչ որ ձևով օգտակար կլինենք ընթացող process-ներին։ Շնորհակալություն, իմ զրուցակիցը Արմեն Զատիկյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, խոսքը փոխանցում եմ Երևան։